Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է։ Կխնդրեմ մեկնաբանել երկրորդ նախագահի այս հայտարարությունը, Տիկին Հակոբյան։ Շնորհակալություն, նախ ուզում եմ մի հատ մեզ դնենք իրենց տեղը, ընդդիմության, կապ չունի դա Քոչարյանն է, մյուսն է, այն մյուսն է։ Իրանք պատտվում են ու տեսնում են իրենց բոլոր թեզերը, որ 5 տարի 21 թվականի նախընտրական շրջանից սկսած իրենք այդպես աղաղակում են, ամբողջի իջիկ են դարձել։ Խոսում էին րոպե առաջ պետք է փրկել հայրենիքը, տարբեր շարժումներ էին գեներացնում, մարդկանց լարում էին, սուտ ու մանիպուլատիվ տեղեկություններ էին փոխանցում, ամեն ինչը կոտրվել է։ Հիմա սա հերթական քայլն է։ Ես այնքան վստահ եմ, որ իր հայտարարությունները որևէ բան մարդկանց մոտ էլ չի շարժելու, որովհետև 5 տարի շարունակ այս հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել, որ սրանք մի բան են ասում, հետո սուտ է դուրս գալիս, բան են ասում, սուտ է դուրս գալիս, ստորագրեցին թրիփը, վերջ, հարձակվելու են մեր վրա, այսինչ բանն արեցին, արագ կործանվեց Հայաստանը, հիմա հերթական այդ բանը ցնդաբանությունն է, կներեք արտահայտությանս համար, որովհետև թրիփը տնտեսական մեծ ներհոսք ապահովող, ֆինանսական ներհոսք ապահովող մեծ ծրագիր է, որը ուզում եմ հիշեցնել, ասել է, որ Միացյալ Նահանգներն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին Միացյալ Նահանգները փորձում է վերցնել վերահսկողության տակ, այս ծրագիրը կարող է չեզոքացնել իրանական մտահոգությունը, եթե դրան միանան այլ երկրներ։ Նայեք ինչ է ասում է ինքը բանա անկախ փորձագետ է, էլի, ինչ որ մի հատ ուրիշ երկրից, ենթադրենք Ռուսաստանից վերցված, անկախ փորձագետ է, ասում է Իրանի շահերից է բխում, չեմ էլ ասում իրանական փորձագետ, մի հատ օտար մարդ է, ասում է Իրանի շահերից է բխում, եթե այստեղ լինի, օրինակ, չինական ներկայություն։ Եղբայր քո երկրից խոսա մի հատ, քո շահերից ինչն է բխում, կլինի մի անգամ պատտվեք ու նայեք ձեր մեջքի հետևում գտնվող երկրին եւ նայեք այն երկրին, որի քաղաքացին եք դուք։ Էլ չեմ ասում, որ որոշ մարդկանց վստահության քվես ստացել, որ հայտնվել ես, ֆրակցիա ունես դու, քո անունով ֆրակցիա ունես դու խորհրդարանում։ Եւ հիմա հավակնում ես էլի ունենալու։ Դրա համար կլինի պատտվես եւ նայես քո երկրին, քո քաղաքացու շահերին, քո երկրի շահերին։ Իսկ ինչի սկսել մի քիչ հերվից գալ, հա, այդ մանիպուլատիվ թեզերի։ Սա հերթական թեզն է։ Սա հերթական ապակողմնորոշող մարդկանց փորձել sense խառնող բան է։ Ես դրա համար չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետև դրան ոչ ոք չի հավատում այլևս, որպեսզի մի հատ էլ մեկնաբանենք եւ պարզաբանենք, որովհետև քաղաքացիները գիտեն, որ թրիփը ոչ միայն տնտեսական մեծ հնարավորություններ է, այլ նախ եւ առաջ դա անվտանգության մասին է, դա խաղաղության մասին է, որովհետև խաղաղություն առանց հարևանների հետ փոխգործակցության, փոխկախվածության, փոխշահի չի լինելու։ Խաղաղություն ցանկացած թղթով, որը շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ունենանք, բայց որևէ թուղթ չի կարող այնպես երաշխավորել խաղաղությունը, քան մեր ցանկությունը ունենալու խաղաղություն։ Իսկ ցանկությունը դա ուղիղ փոխկապակցված է նաև մեր շահերի հետ։ Հիմա մենք եւ Ադրբեջանը այս համագործակցությունից մեր թրիփից, որը կապում է Հայաստանը Ադրբեջանին, հնարավորություններ է բացում մեր եւ Ադրբեջանի համար ունենալու կապ միմյանց եւ աշխարհի հետ, սա մեզ ձեռնտու է եւ մեզ շահեր է բերում եւ մենք չենք ուզում իրար հետ պատերազմել եւ դա հայտարարում է հայկական կողմը, դա հայտարարում է ադրբեջանական կողմը, բայց ինչ որ մի նախկին նախագահ նստում է եւ ստեղ փորձում է փնտրել այլ երկրների շահեր։ Ադրբեջանական կողմը Տիկին Հակոբյան բարբերաբար հայտարարում է այդ խաղաղության մասին, բայց այս վերջերս տեսանյութ տարածվեց, որտեղ ադրբեջանական հերոստատեսությամբ հաղորդավարը ներկայացնում է Հայաստանի մարզերը եւ ներկայացնում, որ դրանք ադրբեջանական են, այսինքն ծագումը ադրբեջանական է։ Մի կողմից խոսում են այլ բան, մյուս կողմից Այո, դա երբևէ չի ողջունվել, դրա մասին մենք խոսում ենք նաև ադրբեջանական կողմի հետ, ամենաբարձր ամբիոններից նաև վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ խաղաղությանը իշահ չէ, օրինակ տարբեր անվանումներ տան այն ճանապարհին, որը որ ճանապարհ է, ոչ թե միջանցք, օրինակ։ Մենք դրա մասին բարձրաձայնում ենք, բայց օրինակ դուք տեսեք այսօր նախկին նախագահ Քոչարյանը ինչ ֆոնին էր նստած, հայկական գերբը դրած Արարատ սարի վրա։ Որտեղ է գտնվում Արարատ սարը? Այո, Թուրքիայի Հանրապետությունում։
Այսինքն, այդ որ փորձենք ինչ-որ բաներ գտնել, որպեսզի այ դրա վրա հիմնվենք, ասենք, սա ճիշտ չէ, հայտարարությունները ճիշտ չեն, ինչ որ մի հեռուստատեսությամբ, ինչ որ մի հաղորդավար, ինչ որ մի հիմարություն է դուրս տվել։ Մենք սրան զուգահեռ ունենք Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված թղթեր, որով Հայաստանի Հանրապետությունը հստակ Ալմաթայի հռչակագրով ունի սահման եւ ինչ որ մի հաղորդավարի, ինչ որ մի թղթակցի կամ խմբագրի հեռուստատեսության տիրոջ, չգիտեմ, ցանկությունները հենց հերկվում է իրենց նախագահի ստորագրած փաստաթղթերով։ Այսինքն մենք հիմնվում ենք հիմքի վրա։ Ամեն դեպքում նորից անդրադառնանք թրիփին, Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Սա արդեն շատ փորձագետներ, քաղաքագետներ համարում են շատ կարևոր, ինչ որ առումով նաեւ պատմական քայլ Հայաստանի համար եւ առհասարակ տարածաշրջանի համար։ Նախ պատմական է նաև նրանով, որ նման բարձրաստիճան պաշտոնյա Միացյալ Նահանգներից չի եկել Հայաստանի Հանրապետություն եւ սա դրանով եւս կարեւոր է ու պատահական չեն այդ ջղաձգումները ընդդիմադիր դաշտի նաև դրա հետ կապված, որովհետեւ հասկանում են կշիռը, հասկանում են թեման, որի հետ կապված եկել է, իսկ ժամանակին, երբ որ մենք խաղաղության խաչմերուկ էինք առաջարկում աշխարհին, ոչ միայն տարածաշրջանին, այդ նույն մարդիկ, որ այսօր քննադատում են, այդ նույն նախկին նախագահները եւ իրենց падգամավորները ձեռ էին առնում։ Խնդրում եմ հիշեք, ասում էին վերցնում եք, թափահարում եք այդ թուղթը, ոչ մեկին հետաքրքիր չի։ Իսկ հիմա տեսնում են Միացյալ Նահանգների հսկայական միլիարդավոր, ուրեմն դոլարների ներդրում այս հենց այդ ծրագրի վրա եւ տեսնում են նաեւ այցեր եւ արդեն հողի վրա կտեսնեն շուտով գործերը, հողի վրա արդեն կտեսնեն գործերը։ Դրա համար թող խոսեն, լավ, թող խոսեն։ Դրանից ինչ է փոխվում։ Քոչարյանները թող խոսեն, Սերժ Սարգսյանի կողմնակիցները եւ ինքը հեսակ խոսի։ Այո, էլի կփորձեն մարդկանց ասել, որ գիտեք, սա վերջն է, այ որ ասում ենք 5 տարի առաջ Հայաստանը հեսա կործանվում է, վաղը չէ մյուս օրը։ Այդ մի քիչ սխալվել ենք, այ հեսա վաղն է կործանվում իրական, վաղը չէ մյուս օրն է կործանվում, ձեր ընտրությամբ է կործանվում, այնինչ հասարակություն տեսնում է, որ իր ընտրությունը 21 թվականի այդ բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշումը իրեն բերել է այսպիսի խաղաղ իրավիճակի, դուք տեսնում եք, թե ինչքան խաղաղ է վերջին շրջանում, վերջին շրջան չէ, արդեն տարի է, որ կրակոցից զոհ չունենք, որ հռետորաբանությունը չկա, որ համագործակցություն կա, որ ապաշրջափակում կա Ադրբեջանի կողմից իր տարածքը գիտեք, որ ապաշրջափակեց Հայաստանի համար եւ բեռներ են գալիս, արդեն համագործակցություն կա, Հայաստանից բեռներ գնալու խոսակցություններ կա։ Գիտեք, որ շատ դրական նաև մենք սպասումով մոտ ապագայում սպասում ենք նաև հայ-թուրքական հարաբերություններում բարելավման եւ հետեւաբար քաղաքացին տեսնում է, որ իր տված քվեն մենք խաղաղության մանդատ ենք խնդրել, տեղ է հասել եւ ինքը դա կարողանում է շոշափել, հասկանում եք, ել չեմ ասում այն իր կյանքի բարելավումները, որ ինքը ամեն օր տեսնում է ճանապարհի տեսքով, դպրոցի տեսքով, առողջության ապահովագրության տեսքով։ Տիկին Հակոբյանից խաղաղության թեման հիմա կընդհատեմ, հետո նորից կանդրադառնանք այդ բարելավումներին, որ անդրադարձա, ես մի հարց տամ ձեզ։ Նախորդ ուրբաթ օրը ձյուն էր եկել։ Իսկ բոլոր կհիշեն, ես 1 ժամ 44 րոպե խցանման մեջ եմ եղել կրկեսի հարևանությամբ։ Հիմա այստեղ հետաքրքիրը որն է, ձյունը գալիս է, ավտոբուսներ են լինում, ես իհարկե ավտոբուսի մեջ չեմ եղել, բայց հետո տեսա գրառումներ, որ գումի շուկայի մոտ, այսպես ասած, այնտեղ ավտոբուսը կանգնել է, վարորդը իջացրել է երեխայի անգամ, ասել է չեմ քշում։ Անձրևը գալիս է, քաղաքը դառնում է Վենետիկ, ձյունը գալիս է, երթևեկությունը կաթվածահար է լինում։ Խաղաղությունը շատ կարևոր է, բայց ամեն դեպքում ներքին այս կենցաղային խնդիրների լուծումն է շատ կարևոր, որովհետև եթե ես 1 ժամ 42 րոպե, 1 ժամ 40 րոպե մնում եմ խցանման մեջ եւ ինձ նման տասնյակ մարդիկ, հարյուրավոր մարդիկ, արդեն այս դեպքում սա արդեն խայտարակություն է։ Մենք օթով չենք երթևեկում, տեսեք։ Որ նույն, չգիտեմ, ոստիկանության խնդիրն է, քաղաքապետարանի, ես օր ա եղել ժամը 6-ից հետո խցանման մեջ եմ եղել իմ գործընկերների հետ զանգել են ոստիկանություն, ասում մենք տեղյակ չենք տեղի մասին, այդ ներողություն։ Շատ լավ, տեսեք։ Ինչ վերաբերում է ձյանը, ես այդ նույն օրը, օրինակ Նյու Յորքի ձյան այդ առատ տեղումների ժամանակ մարդկանց այդ բանով հատուկ այդ ձմեռային սպորտաձևերով, հա, այդպես են երթևեկում փողոցում։ Այսինքն սա հատուկ է աշխարհի
անգամ Միացյալ Նահանգների նման, Նյու Յորքի նման մեգապոլիսին, մեր հարևան երկրում տեսանք ինչքան նույն իրավիճակներ Վրաստանում, այսինքն շատ առատ տեղումների դեպքում, այո, հնարավոր է որ չհասցնեն, բայց ես նաև տեսել եմ ամենօրյա գրաֆիկով, գիշերներով մեր թաղապետերը ինչպես են աշխատում տեղում անձնակազմի հետ, ես տեսել եմ մեր հատուկ այդ ծառայությունները ոնց են աշխատում, այսինքն չենք կարող ասել որ ձեռքները ծալել, նստել են կամ քնած են եղել այն ժամանակ, երբ որ ձյուն է եկել կամ ինչ որ մեկը խցանման մեջ եղել։ Հարցն այն է, որ այո, շատ նորմայից բարձր, նորմայից շատ տեղումները նման իրավիճակ ստեղծում են աշխարհի բոլոր երկրներում, բայց դա նաև մաքրում է, ինչ վերաբերում է անձրևին։ Պետք է տեսնել, օրինակ դա արդեն ենթակառուցվածքների հարց է։ Երևանը, գիտեք ինչպես է խեղվել ճարտարապետությունը տասնամյակներով եւ մեր ճանապարհները հնարավորություն է տա անձնավաճառերի հեռացման հարցը կա, հարյուրավոր հարցեր կա, բայց նաև պետք է տեսնել թե օրինակ որքան աշխատանք է դրա հետ կապված տեղի ունեցել, հա, բայց դա ինչ որ լոկալ փոքր դա ընդհանուր ամբողջ Երևանի մակարդակով չի կարողանում այդ աշխատանքը ի կատար ածվել, որովհետև էլի եմ ասում, այնպես է ստացվել, որ տեղեր կա, որտեղ չի կարող այդ ջրահեռացման համակարգը գնա եւ այդտեղով անցնի, որտեղ ինչ որ մի սեփականության իրավունքով տրված ինչ որ մի խանութ է, ինչ որ մի ռեստորան է, որը երբ որ մենք գնում ենք այդ ուղությամբ եւ գերակաշահ համարելով կարողանում ենք այդ լուծումը տալ եւ ապամոնտաժել եւ ազատել այդ հատվածը, դա հասկանում եք թե որքան ֆինանսական ծախս է բյուջեի վրա եւ մենք չենք կարող ամբողջ Երևանը ամբողջությամբ դա մեկ օրում կամ մեկ տարում դա իրականացնենք։ Ամեն դեպքում Տիկին Հակոբյան, ես մի բան կարող եմ ասել, որ երբ որ երեկոյան ժամ է լինում, ժամը 6-ից հետո երբ մութ է լինում, ես անգամ իմ ամենամոտ մարդկանց ասում եմ, այս ժամի խանութ մի գնացեք, որովհետև փողոցում սառույց է։ Եվ ես դա ինքս եմ տեսել։ Եվ ես այն պատկերը, որ սառույցը մաքրում են, ձյունը մաքրում են, ես էլ տեսնում եմ, որ ես, չգիտեմ, քայլում եմ ամբողջը սառույց է։ Այս ուղղակի որպես ես օրինակ նոր-նորքում եմ ապրում եւ ամենացուրտ մեր վարչական շրջաններից է եւ ինչ որ հատվածներ կա որ այո սառած է ինչ որ հատվածներ կա որտեւ նաեւ ընթացքում ջերմաշրջանը բարձրանում է օրինակ հարում է եւ նորից սառում է եւ այլն ինչ որ հատվածներ կա նորմալ մշակված է ինչ որ հատվածներ կա նորմալ մշակված չէ բայց ելի եմ ասում ես այս հարցերին կարող եմ մեծապես պատասխանել մեր Երևանի ավականին քաղաքապետարանը եւ այլն բայց ես այդ նույն խնդիրները ես էլ եմ նկատում ես օգնում եմ մեր տիմին մեր քաղաքապետարանին, որ այդ խնդիրները լուծվի, այսօր կա տարբեր համակարգեր ներդրված ցանկացած քաղաքացի կարող է ցանկացած խնդրի հետ կապված ակտիվ քաղաքացի հավելվածով նկարի ուղարկի խնդիրը, ցանկացած խնդիր եւ դա ես երաշխավորում եմ եւ ես բողոքներ չեմ լսել, որ դա ժամերի ընթացքում ուղղվում է։ Մենք բոլորս պետքա օգնենք եւ տեր լինելով երկրին, օգնել այդ որ խնդիրները լուծվեն եւ կառավարումը լավ լինի։ Այսինքն նկատած խնդիրը կարելի է նաեւ օգնել, որ լուծվի, բացի դա։ Եվ ինքս էլ ես օրինակ լինում է խնդիրներ, որ նկարում եմ, ուղարկում եմ եւ շատ քաղաքացիներից եմ այս ընթացքում լսել, որ խնդիրը արձանագրեցին, ժամերի ընթացքում խնդիրը լուծվում է։ Այս թեմային դեռ մյուս հաղորդումներում կանդրադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Տիկին Հակոբյան, ինչու էր հիմա առհասարակ անհրաժեշտ ստեղծել նման խորհուրդ եւ ինչ կտա այն, չգիտեմ, աշխարհին, մեր տարածաշրջանին։ Խոսքը խաղաղության խորհրդի մասին։ Նայեք, եւ այս հարցերը առաջացել է նաեւ ձեզ մոտ, որովհետեւ հասարակության մեջ կա, որովհետեւ ինչ որ մարդիկ խոսում են դրա մասին ոչ դրական լույսի ներքո։ Հետեւաբար այդ հարցի կարծում եմ դրա համար եք տալիս, որովհետև այս էլ մանիպուլացվեց Հայաստանում, խաղաղությունը դրական բան է, լավ բան է, որտեղ կան կոնֆլիկտները ինչ որ մի մեխանիզմով որոշակի լուծելու համար է, որովհետև հին աշխարհակարգը շատ ենք լսել նաև եւ ոչ միայն Հայաստանի գործիչներից, հա, որ այլևս փլուզված է, շատ կառուցակարգեր չեն գործում, մեր օրինակով տեսանք թե ՀԱՊԿ-ն ինչպես չի գործում եւ բացի դա Ռուսաստանին էլ են հրավիրել մասնակցել այս խաղաղության։ Որովհետև դու պետք է կոնֆլիկտը լուծես կոնֆլիկտի մյուս կողմին նաև ներգրավելով։ Դու մենակով չես կարող, եկեք, եթե դուք ունենաք ձեր մի հարևանի հետ խնդիր, դուք այն մյուս հարևաններով պետք է նստեք, խոսեք ու վերջ։ Բայց այն հարևանը ում հետ խնդիր ունես, իր հետ պետք է խոսես նաև, իրեն պետք է ներգրավես, որ խնդիրը լուծվի։ Եվ այդ առումով շատ ճիշտ է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ, այսինքն նորմալ է, որ բոլոր երկրներից էլ մասնակցեն եւ հրավերը ես գիտեմ, որ շատ երկրներին է ուղարկված եղել, բայց սա դե լավ հասկանում եք, որ դա Հայաստանի կազմակերպված
կամ ստեղծած կառույցը չէ, Միացյալ Նահանգներին է, ես շատ հարցերի իհարկե չեմ կարող պատասխանել, բայց մյուս կողմից ես շատ դրական եմ վերաբերում սրան։ Ու պետք է նաև հաշվի առնել ինչու Հայաստանը հրավիրվեց որպես Այդ շատ կարևոր է իդե։ Այո, որպես ստեղծող, միասին ստեղծող, հա, հիմնադիր, այսպես ասած, երկիր, որովհետև Միացյալ Նահանգները տեսնում է եւ այսօր աշխարհն է տեսնում, այսօր ԵԽԽՎ-ում կտեսնեիք այդ ազդակները, աշխարհը տեսնում է, որ Հայաստանը այդ կամքը դրսևորել է խաղաղության ճանապարհով գնալու։ Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտի լուծումը աշխարհում դարձել է լուսավոր կետ։ Սա միայն մութ կետ է, ինչ որ Սալավյովների կամ նրանց նմանների նաև եւ Հայաստանի այն մարդկանց համար, որոնք ամեն ինչ անում են, որ այս ամեն ինչը փոխվի, այս խաղաղությունը փոխվի եւ այդ լուսավոր կետը դառնա այն մութ կետը, որից դուրս է եկել 18 թվականին ժողովուրդը։ ԵԽԽՎ-ից խոսեցիք, ԵԽԽՎ զեկույցում այսպիսի մի հատված կա։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովելու, որ ընտրարշավը լինի թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ եւ զերծ ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից։ Նաև խորհուրդ տալիս ԵԽԽՎ-ն ունենալ կանոնակարգեր էթիկայի եւ սեփական թիմակիցներին ուժերը նաև կարգապահության մղեն եւ նաև սանկցիաներ կիրառեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Եվ ուզում եմ ասել, որ մենք առաջ ընկնելով փաստորեն այս զեկույցից մենք գիտեք, որ նախորդ տարի մեր էթիկայի կանոնագիրքը ստեղծեցինք եւ հաստատեցինք կուսակցությունում եւ սրա մասին մենք շատ ենք խոսել եւ դուք անհնար է որ չտեսնեք դրանից հետո մեր թիմակիցների հռետորաբանության շեշտակի փոփոխությունը դեպի դրականը, որովհետեւ մենք լրջությամբ ենք աշխատել եւ երկար ժամանակ ենք այս մեր թիմակիցները աշխատել այս կանոնակարգի վրա, սա նաեւ մեր բոլոր թիմակիցներին նաեւ ուղարկված է, այսպես ասած բոլորին հասու է եւ մենք մեզ սահմանափակել ենք մեր խոսքը մեր արարքները սահմանափակել ենք, որպեսզի այն մթնոլորտը, որը նաև տեսանելի է միջազգային հանրության կողմից, մենք այդ մթնոլորտը մեղմենք եւ բարելավենք, ատելության մթնոլորտ, այդ թիրախավորման մթնոլորտ եւ այլն։ Այնպես որ նորմալ է, մենք ցան եւս նկատել ենք եւ մենք արդեն դա արել ենք։ Եվ նաև կհիշեք, որ մենք խորհուրդ ենք տվել մեր ընդդիմադիր գործիչներին եւս ունենալ սեփական ուժերում, կուսակցություններում, խմբակցություններում նման մի կանոնագիր եւ մնալ այդ շրջանակում, որովհետև սրանից չի շահում մեր հասարակությունը եւ բոլորը ամենաշատը լսած կնեն, որ զզված ենք այդ խոսակցություններից, չէ, մեր շրջապատներում որ խոսում ենք, մարդիկ ուզում են խաղաղություն, ուզում են դրական օրակարգեր, ուզում են վայելեն այս դրականը, ինչ որ ունեն, եւ դրան մեկ էլ խանգարում է այդ բոշա եւ գող այդ խոսակցությունը խանգարում է մարդկանց։ Տիկին Հակոբյան, եւ այսպեսի մի հարց էլ գիտեք, որ ԵԽԽՎ զեկույցում կարճ, բայց ամեն դեպքում անդրադարձ կա եկեղեցու հետ կապված խնդիրներին։ Կաթողիկոսի հրաժարական, եկեղեցու հետ խնդիրներ, այստեղ ուղղակի մարդկանց մոտ շատերի մոտ այսպես հարցեր առաջանում, լավ, էլի հրաժարական պահանջել, բայց Նավասարդ Կճոյանը։ Ես դրա հետ կապված բազմաթիվ էլի պարզաբանումներ եղել են եւ բարենորոգման օրակարգին կարող էր միանալ ցանկացած քաղաքացի։ Այդ թվում Կտրիչ Ներսիսյանը, Արշակը Խաչատրյան, այսինքն բոլորը կարող են միանալ այս օրակարգին, ովքեր մտահոգված են։ Ոչ մեկ չի տանում եւ կաթողիկոսի գահին ինչ որ մեկին դնում, որ մի հատ էլ թիրախավորվի, ասի, տեսեք, օրինակ նախորդ կաթողիկոսը կամ գործող կաթողիկոսը ավելի լավն էր, քան ձեր առաջարկածը։ Մենք ասում ենք կա խնդիր, բոլոր կողմերից այդ խնդիրը արձանագրվում է։ Այսօր երբ որ մի հոգեվորական միանում է բարենորոգման օրակարգին, սկսում են եկեղեցականները, իրենց գործընկերները տեղի, հոգևոր եղբայրները կամ այնտեղ ոնց որ գործընկեր չեն կոչում, ներողություն, սկսում են քննադատել եւ թիրախավորել քաղաքական գործիչները, սկսում են թիրախավորել միացած հոգևորական, օրինակ եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին, այսինքն փաստում ենք, որ խնդիր կա, որ կողմից ուզում է լինի։ Այդ խնդիրը կա, եկեք խնդիրը արձանագրենք եւ լուծենք եւ այդ եկեղեցին այսօր դարձել է ուղղակի գործիք ներազդելու ներքաղաքական կյանքի վրա եւ ներսից եւ դրսից եւ սա ապացուցված է այսինքն ներքին կարգով այսինքն օրինակ Հայաստան դաշինքի լոգոն կարող եք տեսնել Մայրաթորում, չէ՞։ Եվ գիտենք այդ կապը, գիտենք ինչպես է Կտրիչ Ներսիսյանը իր հոգևորականներին ստիպում գնալ իշխող ուժի դեմ ցույցերի։
Հիշում եք, որ թե Կորյուն Մորն էր ստիպում բերել ցույցին Նիկոլ Փաշինյանի դեմ, գիտենք ինչպես են աջակցել նախկին իշխանություններին, ընտրություններին, նրանց բեմ էին դուրս գալիս եւ քաղաքական կոչեր էին անում, մի եպիսկոպոսը վարչապետի տեխնացու իրեն կարգեց, չենք տեսել, դրսիցնել ասենք Բարսաստիճան հոգևորականը, որը համատեղելիությամբ նաև Կտրիչ Ներսյանի եղբայրն է, ռուսական թեմի առաջնորդ, ԱԱԾ-ն թուղթ հրապարակեց, որով նա հավաքագրված գործակալ է օտարերկրյա եւ մինչեւ այսօր նաև շարունակում է մնալ սպառնալիք, չենք տեսել այս թղթերը, էլ ինչ ապացույց է պետք։ Գողոնի մասին խոսակցություններ կա եկեղեցուց, որը բոլոր հավատավոր ժողովրդի հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է, եկեղեցին, Գեղարդը, տարբեր գույքերը, այդ գույքերը, երբ որ դարձել է օրինակ Մայրաթորինը, չպետք է Մայրաթորի ղեկավարը այդ դեպքում, հա, օրինակ Կտրիչ Ներսյանը այս դեպքում, վերցնի նվիրի իր մերձ շրջապատին, նման հարյուրավոր բաներ մենք լսեցինք, դեպքեր լսեցինք, իրենց այդ Տեր ասողիկն էր պատմում, որ ինչպես են Գեղարդից մաս տվել ռուս պատրիարքին նվեր, ինչի իրանց հոր Գեղարդն, ինչն էր, որտեղից իրենց ոնց կարելի է մեր մշակութային ժառանգությունը, մեր հարստությունը ազգային վերցնել եւ բաշխել ըստ անձնական կապերի։ Եվ մի հատ էլ երբ որ նախագիծ ենք բերում, սկսում են սա քննադատել։ Ակնհայտ է, որ եկեղեցում կա տարբեր ֆինանսական չարաշահումներից, գողոնից միջև իրենց կանոնակարգային խախտումներ աղաղակող խնդիրներ։ Եվ այս խնդիրները չեն կարող ինքնուրույն լուծվել։ Այս խնդիրները պետք է կամք դրսևորեն եւ եթե Կտրիչ Ներսիսյանը ինքնուրույն այդ կամքը չունի, այդ գիտակցումը չունի, իսկ ես վստահ եմ, որ չունի, պետք է կամք դրսևորեն այն մարդիկ, այն հոգևորականները հատկապես, որոնք ականջալուր են այդ օրակարգին ունենալուն, որոնք իրենց միևնույն չէ, ինչ է կատարվում այսօր եկեղեցում, պետք է կամք դրսևորեն, կանգնեն այս բարեկարգման օրակարգի շուրջ եւ լուծել այս հարցը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։